Ողջույն Արագի Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայկական քվե կուսակցության վարչության նախագահ Մենուա Սողոմոնյանին։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալություն սիրելի Արփի։ Պարոն Սողոմոնյան, նախորդին հայտնի դարձավ, որ Հայաքվեն մասնակցելու է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին եւ այսօր դուք ներկայացնելով նախընտրական ծրագիրը հայտարարեցիք, որ կվերակենդանացնեք կրթությունը 5 տարում։ Ինչպես եք պատրաստվում դա անել եւ կոնկրետ չափելի ինչ ցուցանիշներով եք գնահատելու այդ վերակենդանացումը։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Այո, մենք ներկայացրեցինք մեր քաղաքական հայտը մասնակցելու հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններին, որովհետև այդ ընտրությունները քաղաքական գործիքակազմի եւս մեկ գործիք են իրականացնելու իշխանափոխություն Հայաստանում եւ մենք գալիս ենք այդ օրակարգով եւ փորձելու ձևավորել հիմքերը կենսունակ պետություն ունենալու համար։ Ես վերակենդանացնել բառը իհարկե օգտագործեցի գիտության հետ կապված, որովհետև այսօր գիտության հետ կապված շատ տխուր վիճակ է, այն իմաստով, որ գիտության ֆինանսավորումը, գիտնականների թիվը, գիտության նկատմամբ վերաբերմունքը, ակադեմիայի հետ կապված իրավիճակը փաստացի այսօր արդեն չի գործում այն օրենքի շնորհիվ, որը որ ուժի մեջ է մտել, հասցրել են գիտությունը մի կետի, որից անդին սկսում է քայքայումը, անդառնալի քայքայումն է սկսում, որպեսզի պետությունը կարողանա բավարարել իր կարիքները գիտությանը պատվիրելով, այսինքն գիտությունը կարողանա պետության կարիքները սպասարկել առաջին հերթին անվտանգային, տնտեսության զարգացման եւ այլն, գոյություն ունի գիտության անվտանգության մի հատ այդպիսի ցուցանիշ բնակչության հարաբերություն գիտաշխատողների, գիտնականների թվի վրա։ Այսօր Հայաստանը կրկնակի անգամ վատ վիճակում է այդ ցուցանիշից։ Հայաստանը, որ երբեմն եղել է գիտության երկիր, գիտությունների ազգային ակադեմիան եղել է մեր երկրի այցեքարտը, Վիկտոր Համբարձումյանը մեր դեմքն է եւ այսօր շատ վատ վիճակում է գտնվում։ Գիտնականների թիվը 3000-ն է, գիտաշխատողների թիվը 3000 է, մեզ գոնե 7000-ը պետք է գիտության համակարգը վերարտադրելու համար։ Դրանից բացի եղած միջոցները, արկա միջոցները շատ ոչ նորմալ են բաշխվում։ Այն մարմինը, որը որ կառավարում է այդ միջոցների բաշխման process-ը, այստեղ եւ քաղաքական նկատառումներ են հաճախ լինում, եւ չափանիշները, գնահատումը, ատեստավորման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Բայց առաջնահերթ կարևորագույն խնդիրը այն է, որ մեզ անհրաժեշտ են ավելի շատ թվով գիտնականներ մեկ եւ երկրորդ, որ սերնդափոխություն լինի, որովհետեւ գիտության ոլորտում ներգրաված մեր գիտաշխատողների 40%-ը 65 տարեկանից բարձր են։ Մի զգալի մասն էլ շատ երիտասարդ է, ովքեր որ այդպես նոր են մտնում ասպարեզ եւ քանի դեռ շատ երիտասարդ են, իրենց երբեմն ձեռնտու է լինում քիչ աշխատավարձով, քիչ վաստակով ապրել, որից հետո դուրս են գալի, այսինքն միջին տարիքի մարդկանց թիվը ընդհանուր գիտաշխատողների թվի մեջ քիչ է, սա լուրջ խնդրեմ է։ Մենք ասում ենք հետեւյալը, որ վերակենդանացումը կապված է նրա հետ, որ առնվազն համախառն ներքին արդյունքի 1%-ը 5 տարվա ընթացքում կարելի է տրամադրել գիտությանը որպես հատկացում։ Միջին ցուցանիշը եվրոպական 2.3-2.5% է համախառն ներքին արդյունքի։ Թող տպավորություն չստեղծվի, այսպեսի բան հարց կարող է առաջանալ մեզ դիտող մեր հայրենակիցների մոտ։ Ինչից էլ խոսում ենք, ասում ենք, որ փող է, բայց հատկապես կրթության եւ գիտության ոլորտում անգամ եթե պարտքել անենք մենք, արտաքին պարտքը վերցնենք, պետքա ուղենք հենց գիտության ոլորտ եւ կրթության ոլորտ։ Ոչ թե այսօր ինչպես որ վերցնում են արտաքին պարտքը ուղղում են ուժային կառույցների ոլորտ, բերետավորների թիվը շատացնեն, բերետավորներին պարգևավճարներ տան, որ այդ թվում մտավորականներին ծեծեն։ Երբ որ բյուջետ կրճատվում է, ռազմական բյուջետ կրճատվում է, անհասկանալի է դառնում։ Երբ որ հարևան Ադրբեջանի ռազմական բյուջեն շատանում է եւ քո երկրի ռազմական բյուջեն կրճատվում է, անհասկանալի է դառնում։ Ասում են, գուցե գնում են, գուցե չեն գնում, գուցե ոչ անհրաժեշտ չափով են գնում, գուցե գնում են ինչ-որ չափով, բայց ուրիշ բան են ներկայացնում։ Համենայն դեպս
մենք խոսում ենք նրա մասին, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր երկիրը հնարավորինս ռազմական արդյունաբերության տեսանկյունից, տեխնոլոգիաների տեսանկյունից ինքնաբավ դարձնենք։ Այսօրվա պատերազմավարումը պահանջում են զարգացած տեխնոլոգիաներ։ Այդ զարգացած տեխնոլոգիաները մենք չենք կարող անդադ ներմուծել։ Մենք ունենք այդ պոտենցիալը, մենք նավթ ու գազ չունենք, բայց միտք ունենք։ Եվ այդ պոտենցիալը ունենք, որ մեր երիտասարդի համար խրախուսելի պայմաններ ստեղծենք որպես գիտության ոլորտում աշխատող մշակում անող, որ ոչ թե մեր երիտասարդը բուհը ավարտելուց հետո ձգտի փողի համար գնա ինչ որ ասենք աշխատանքներ անի կամ սպասարկման ոլորտում կամ ոչ սպասարկման ոլորտում, օրինակ ասենք IT ոլորտում են շատ աշխատում, բայց հենց ոչ բուն IT-ի բնագավառում, այլ էլի ինչ որ հարակից ոլորտ է, որտեղից պարզապես փող են ստանում ես մարդիկ, այս երիտասարդները, որոնք լավ պոտենցիալ ունեն։ Այսինքն տաղանդների վերաուղղորդման կարիք կա, եւ այստեղ այո, շատ իրատեսական է, որ կարելի է համախառն ներքին արդյունքի 1%-ը 5 տարվա ընթացքում հատկացնել գիտությանը, որպեսզի գիտությունը վերակենդանանա։ Նշանակում է դա եւ աշխատավարձերը բարձրացնել, եւ թվաքանակը ավելացնել գիտնականների, եւ նրանց համար սոցիալական երաշխիքներ եւ որոշակի պայմաններ ստեղծելն է։ Այսօրվա դրությամբ 0.3%-ն է։ 0.3%-ն է ուղղվում, այն էլ շատ տեղերում ոչ արդյունավետ ձևով է ծախսում։ Սրա մասին էր խոսքը Ալբերտ ջան։ Պարոն Սողոմոնյան, դուք նաև նշեցիք, որ միջնակարգ կրթությունը պետք է 11 տարի դարձնենք, այո։ Ինչպես է սա այսպես անդրադառնալու ծրագրերի ծանրաբեռնվածության վրա եւ արդյոք սա ենթադրում է ուսումնական ծրագրերի կրճատում, թե վերակազմավորում։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ։ Ընդհանուր բնակչության տրամադրության ուսումնասիրությունները, ուսուցիչների կարծիքը, ծնողների կարծիքը ցույց են տվել, որ 12-րդ դասարան այսօր կարելի ասել ավելորդ է։ Ինչ որ նշանակալի բան տեղի չի ունենում։ Մեծագույն մասում դպրոցների 12-րդ դասարանում նշանակալի բան տեղի չի ունենում։ Եվ այսպես է վիճակը, եթե չեմ սխալվում, 2011 թվականից, երբ որ առաջի այդպես բանը տեղի ունեցավ, փոփոխությունը տեղի ունեցավ, այդ անցումը տեղի ունեցավ, այսինքն 15 տարի շարունակ նույն վիճակն է, չի աճում, չի զարգանում։ Խնդիրը հետևյալի մեջ է, որ այս վերջի տարին, 12 տարին օգտագործում է զուտ որպես կրկնուսույցների մոտ պարապելու համար, նրանք ովքեր որ սովորում են եւ ուզում են բուհ ընդունվեն, ովքեր որ այդքան էլ չեն սովորում, յոլա են տանում, այսպես ասած, եւ պարապուրդի ժամանակ է։ 18 տարեկան հասուն երիտասարդը կամ օրիորդը շարունակում է դեռևս նստել սեղանին աշակերտական եւ գնում է պարապում է կրկնուսույցի մոտ, այսինքն դա նշանակում է, որ ավագ դպրոցի կազմակերպման հետ կապված ինչ որ բան այն չէ, որ բուհական ընդունելության պահանջը եւ դպրոցի տված գիտելիքը իրար չեն բռնում։ Այստեղ եւ մեկի մեջ է պետք կատարել փոփոխություն եւ մյուսի մեջ է պետք կատարել փոփոխություն։ 11-ամյա կրթություն միայն հենց այդպես 11-ամյա կրթություն չի։ Դա նշանակում է, որ մենք ավագ դպրոցը, եթե դարձնում ենք 2 տարի, լուրջ ներդրում ենք այստեղ անում ավագ դպրոցի ծրագրի մեջ։ Ներդնում ենք այնպիսի մրցունակ ծրագրեր կրթական եւ շատ կարեւոր է, որ վերապատրաստում ենք ուսուցիչներին այդպիսի ծրագրերի, որ այդ ուսուցիչները կարողանան ապահովեն աշակերտների, շրջանավարտների մոտ անհրաժեշտ կարողությունները, այդ թվում հետազոտական առաջին հերթին։ Դեվ ավագ դպրոցից պետք է բուհ գնան, ավագ դպրոցի իմաստը բուհ գնալն է, որ ավագ դպրոցում սովորելը այդպես ռուսերեն ասած տրին տրավա չլինի։ Դա է նորմալը, որ 9-րդ դասարանը հիմնական դպրոցը ավարտողը հնարավորություն ունենա գնա միջին մասնագիտական կրթություն ստանա, քույրական գործ սովորի կամ սերվիս գնա սովորի եւ այլն, եւ իրեն իրացնի պրակտիկ աշխատաշուկայում, կամ արհեստագործական կրթություն ստանա եւ լիցենզավորված օրինակ սանտեխնիկ լինի, լիցենզավորված, ասենք, ընդհանցագործ լինի մեքենայի եւ այլն։ Որտեւ այս պրիմիտիվ հարցեր կան, որ մինչեւ այժմ լուծված չեն եւ խնդիրներ են առաջացնում։ Եվ ավագ դպրոց սովորողը այնտեղ կրթական ծրագրերը այնպիսին լինեն, կամ ընտրական դասընթացների այնպիսի բլոկներ լինեն, որ մասնագիտական կողմնորոշվածություն հստակ ապահովի եւ այդ ծրագրերի հիման վրա հնարավորություն լինի ոչ միայն տեղական, այլ նույնիսկ արտասահմանյան բուհեր դիմելու։
այստեղ է խնդիրը, որ պետք է կարողանալ դա միևնույն ժամանակ ապահովել։ Ավագ դպրոցի ծրագիրը որոշակիորեն խտացվում է, ավելի ինտենսիվ է դարձվում եւ հաշվի առնելով նաեւ, որ այստեղ ավագ դպրոցի ընդունելությունն էլ է ուրեմն նաեւ որոշակիորեն ավելի բարդանում, այսինքն հիմնական դպրոցում պետք է լավ սովորել, որպեսզի կարողանալ գնալ ավագ դպրոց։ Յուրաքանչյուրի ընտրությունը չի լինելու ավագ դպրոց գնալը։ Սա այդ կարևոր տրամպլինն է, պետք է ընթացքում լավ սովորի, որ գնա ավագ դպրոց։ Ինչ վերաբերում է արդյոք դա ուսուցիչների, օրինակ ես կարող եմ լսել եմ, որ մտահոգություն կարող է առաջ բերել ուսուցիչների կրճատման հետ կապված, ոչ չի լինի ուսուցիչների կրճատում, այն պատճառով, որ մենք դպրոցի հետ կապված բարեփոխումները, որ դիտարկում ենք, միայն մի ուղղությամբ չէ, մենք կոմպլեքս ենք դիտարկում, պարզապես մեր ասուլիսի ժամանակ, հայտի ներկայացման ժամանակ չենք կարող ամբողջից խոսել, բայց ընթացքում հաղորդակցությունը կվարենք եւ այսօր շնորհակալություն ես առիթի համար, ուսուցչի դասարանային այն բեռնվածությունը, որ այսօր գոյություն ունի եւ դրան գումարած այն թղթաբանությունը, որ այսօր դրված է ուսուցչի վրա եւ արտադասարանային աշխատանքը, որ ուսուցիչն էլ տանն է անում, մի խայտառակ բեռնվածություն է ուսուցչի համար։ Անհրաժեշտ է ուսուցչին որոշակիորեն այդ ֆունկցիաներից, որոնք հատկապես թղթաբանությանն են վերաբերվում, եւ նաեւ դասարանային բեռնվածության որոշակի կրճատում անել։ Երբ որ այդ կրճատումը անում ենք, ամեն ինչ գալիս է ընկնում է իր տեղը։ Եթե 15%-ի չափ անգամ կրճատում ենք անում այդ բեռնվածության, 1 տարվա այդ խնդիրը վերանում է եւ բնականաբար մենք ուսուցչի կարիք ունեցող պետություն ենք, երբեք չենք անի այնպիսի բան, որ ուսուցիչ դուրս մնա։ Եվ պարոն Սողոմոնյան, ամփոփելով այսօրվա ասուլիսում հնչեցրած մտքերի այս թեման, դուք ասացիք նաեւ, որ պետք է մտնենք բարձրագույն կրթության մեջ։ Ինչ նկատի ունեք, բովանդակային բարեփոխում, կառավարման մոդելի փոփոխություն, թե բուհերի ինքնավարության վերանայում։ Գիտեք, բոլորն էլ որակից պետք է սկսենք։ Երբ որ մենք ասում ենք, որ ուզում ենք շատ գիտնական ունենանք, շատ գիտնական կլինի այն դեպքում, երբ որ լավ բարձրագույն կրթություն ունենանք, որովհետև գիտնական դառնում են լավ կրթություն ստացած, բարձրագույն կրթություն ստացած շրջանավարտները, հա? Որպեսզի լավ բարձրագույն կրթություն ունենանք, շատ բաներ է պետք անել։ Մասնագիտական խոսակցության չվերածենք, եթե առիթ կլինի կխոսենք հավատարմագրման, օրինակ ծրագրային հավատարմագրման process-ների հետ կապված պետական գերակայությունները բուհերի կրթական ծրագրերում արտացոլման հետ կապված միջոցառումներ կան, որ պետք է անեն որակ ապահովելու համար։ Եվ մի շարք այսպիսի գործողություններ կան, կարևորագույն գործողություններից մեկը մենք համարում ենք այն, որ քանի դեռ ուսանողների մեծագույն մասը, 80% եւ ավելին, սովորում են վճարովի, եւ այդ վճարը տալիս են ընտանիքները, ծնողները, եւ ծանր է նստում, եւ այսօրվա երիտասարդությունն էլ ընդհանուր առմամբ նաեւ որոշակիորեն անկախ լինելով, ցկտելով ավելի անկախ լինել ժամանակակից աշխարհում, իր վրա հանձնառություն է վերցնում աշխատելու եւ իր վարձը տալու, հնարավոր չի ունենալ բարձր որակի կրթություն։ Երբ որ երիտասարդը իր այն ժամանակը, որ ինքը պետք է նստի շաբաթական օրինակ 500 էջ կարդա, հասարակագիտական մասնագիտությունների պարագայում եմ ես ասում։ Երբ որ նա միաժամանակ աշխատում է, նա չի կարող կարդալ այդքան։ Պրիմիտիվ բաներն եմ ասում, ուրիշ բաները չեմ ասում։ Այս պարագայում, երբ որ պետությունը իր վրա է վերցնում ֆինանսավորելու ուսանողին, փոխհատուցելու նրա վարձը, եւ դրան գումարած նաեւ երբ որ չափանիշներն, ատեստավորման չափանիշներն են ավելի բուհերին ասում, որ լավ չափանիշներ ավելի դրեք եւ այդտեղ այդ ատեստավորման մեջ էլ կարող է պետություն որպես ներկայացուցիչ մասնակցություն ունենա, որովհետեւ եթե ինքն է վճարում, ինքը գուցե չի խառնվում ակադեմիական ինքնավարության մեջ, բայց քանի որ ինքը վճարում է, այդ արդյունքը, այդ վերջնարդյունքը, որ ուզում է ստանալ, չէ՞ որ պետությունն է նաեւ սահմանում որակավորումների շրջանակը, այդտեղ պետությունը որոշակի վերահսկողական ֆունկցիա էլ պետք է ունենա։ Կամ բուհը պետք է ունենա նորմալ հաշվետվողականության ֆունկցիա, վերահսկողության չասեմ, հա, որ եթե այդ հաշվետվողականության արդյունքում, հաշվետվության արդյունքում պարզ է դառնում, որ պետության ակնկալածներին
չի բավարարում որակի առումով, ըստ այդմ, եթե բավարարումը ավելի շատ է բավարարում, ավելի շատ է խրախուսվում պետության կողմից, ավելի քիչ է բավարարում, այդպես դա-ի նկատի ունենք։ Բնականաբար առաջին հերթին որակին է վերաբերում, եւ մենք երբ որ ասում ենք, որ ուսման պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ապահովենք անվճար կրթություն, առաջին հերթին խոսքը գնում է այն մասնագիտությունների մասին, որոնք պետության համար առաջնահերթ նշանակություն ունեն։ Դրանք հիմնականում այն մասնագիտություններն են, որոնց մասնագետները իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելու արդյունքում մեր անվտանգության աստիճանն է ավելի շատ բարձրանում։ Անվտանգությունը այնպիսի բան է, որ տարբեր ոլորտների հետ է կապված, բայց առաջնահերթ նշանակությունը ռազմական արդյունաբերությունն է, մասնավորապես տեխնոլոգիաների ոլորտն է։ Նաև ինքնության հետ կապված, օրինակ հայագիտությունը, նաև գյուղատնտեսության հետ կապված։ Այսինքն պետությունը ինքն է իր համար առաջնահերթություններ սահմանում եւ պետպատվերը տարեցտարի ընդլայնում է։ Եվ մենք ասում ենք, որ այո, տարեցտարի որոշակի խումբ ուսանողների վարձի փոխհատուցում իր վրա վերցնելով հնարավոր է տարեկան 2.5-ից 3 միլիարդ դրամ գումարի պարագայում մենք կոնկրետ չափել ենք նշում, հնարավոր է օրինակ տարեկան 5000-ական ուսանողի այդ վարձի չափը վերցնել։ Եվ նորից եմ ասում, դա չի նշանակում, որ բոլոր ուսանողները, ովքեր որ ուզում են ընդունվեն եւ վատ են սովորում, պետությունը պետք է իրենց համար վճարի, ոչ։ Պետությունը վճարում է, հետեւապես նաեւ պահանջատեր է լինում, որ որակյալ կրթություն լինի։ Երբ որ կրթությունը որակյալ է լինում, նշանակում է, որ նաեւ դուրս մնացող ուսանողներ են լինում։ Որտեւ այսօր դուրս չեն մնում շատ ուսանողներ նրա համար, որպեսզի փող տան համալսարանին։ Դասախոսին պահողը այսօր ցավոք սրտի այդպես է լինում, ուսանողն է եւ դասախոսն էլ դուրս չի թողնում, որպեսզի վճարի։ Սրա մեջ է հիմնական խնդիրը։ Պարոն Սողոմոնյան, անդրադառնանք բունընդրական process-ին, ինչպես է գնահատում ներկա քաղաքական դաշտում ձեր հնարավորությունը եւ որ ուժերին եք համարում հիմնական մրցակից։ Մենք կարծում ենք, որ բավականաչափ հասունացել ենք, ոչ ցանկալի չափ իհարկե, պետք է երբեք գլխապտույտ չապրել, պետք է միշտ սթափ լինել, իրականության զգացումը չկորցնել, բայց այս ընթացքում բավականաչափ հասունացել ենք եւ շատ համակիրներ ենք ձեռք բերել մեր ամենօրյա բաց թափանցիկ աշխատանքի, նվիրված աշխատանքի արդյունքում եւ կուտակել ենք կապիտալ, որոշակի հանրային վստահություն, քաղաքական կապիտալ նկատի ունեմ, որոշակի հանրային վստահություն, ինչը մեզ թույլ է տալիս հայտ ներկայացնելու։ Բայց մենք այդուհանդերձ մի շատ կարևոր նաև վերապահում ենք անում, որ մենք դիտարկում ենք, որ մեզ գաղափարակից եւ մեր կալիբրի տրամաչափի ուժերի հետ միասին ենք ուզում միավորման մեջ, նախընտրական միավորման մեջ գնալ ընտրությունների։ Ինչ վերաբերում է մրցակից, ես չգիտեմ, մեր հիմնական նպատակներից մեկը կարճաժամկետ իշխանափոխությունն է եւ այդ պարագայում ամեն ինչ անելու ենք, որ գործող իշխանությունները քիչ ձայներ ստանան, կամ ավելի ճիշտ մենք շատ ձայներ ստանանք, որպեսզի նրանց ստացած ձայների տեսակարար կշիռը ցածր լինի։ Այսօր Ավետիք Չալաբյանը մեր միավորման համակարգողը, իդեպ որպեսզի պարզ լինի, հայակվե ազգային քաղաքացիական միավորումն է եւ միավորման շրջանակներում նաեւ կուսակցությունն է, հայկական քվե կուսակցությունն է, որի վարչության նախագահ ես եմ ընտրվել։ Հայակվեն ինքը ավելին է, քան կուսակցություն, ինքը քաղաքական, քաղաքացիական կազմակերպություն է, միավորում է, այո։ Այդ մասին ասեց, թե ինչ ուժերի հետ մենք չենք մտնի նախընտրական դաշինքների մեջ, հասկանալի է, որ քաղաքացիական պայմանագրի եւ նրա սատելիտները բացառվում են բնականաբար, եւ նախորդ իշխանությունների ներկայացուցիչների, բարձր մակարդակի ներկայացուցիչների հետ եւս մենք չենք մտնի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ չպետք է թույլ տալ իրավիճակ, որ անընդհատ շահարկվի նախկին ներկա այս դիխոտոմիան։
Եվ հետևապես դաշտում այն քաղաքական ուժերը, որոնք այդքան էլ իհարկե շատ մեծաթիվ չեն, ովքեր ում հետ որ մենք չունենք լուրջ գաղափարական հակասություններ, ովքեր որ ունակ են որոշակի ուժի պրոյեկցիա իրականացնել, ռացիոնալ են, թույլ տվեք այս բանը ուղղակի ելնելով բանակցային էթիկայից, որ մենք գտնվում ենք բանակցությունների մեջ եւ խորհրդապահության պարտավորությունից դերևս անուններ չասել, բայց հույս ունենք, որ առաջիկայում կստեղծվի այդ առիթը, որ մենք հանրայնորեն արդեն հանդես կգանք։ Մի բան չենք անի, ես ուզում եմ կրկնել նորից, մի բան չենք անի, մենք չենք անի այնպիսի բան, որ արդյունքում ձայներ փոշիանան։ 2021 թվականին տեղի ունեցածը երբեք ու երբեք չպետք է կրկնվի, որովհետև այն ժամանակ 20% ձայներ փոշիացվեցին եւ այդ 20%-ի մեծ մասը, 2/3-ը վերաբաշխվեցին գործող իշխանություններին, ավելի շատ օգտվեց գործող իշխանությունները, հասնելով նրան, որ պարլամենտում ունի սահմանադրական մեծամասնություն։ Պարոն Սողոմոնյան, նշեցիք այն ուժերին, որոնց հետ բացառում եք նախընտրական շրջանում համագործակցելով, այս կան ուժեր, որոնց հետ բացառում եք եւ նախընտրական եւ հետընտրական ձևաչափով բանակցություն։ Հետընտրականը բնականաբար բացառում ենք քաղաքացիական պայմանագրի եւ նրա սատելիների։ Այստեղ շատ կարեւոր մի հատ հանգամանք կա։ Ինչ իրավիճակ էլ որ ձևավորվի, ինչ համամասնություն, հավասարակշռություն էլ որ ձևավորվի, եթե ստեղծվի ցանկացած հնարավորություն իրականացնելու իշխանափոխություն, մենք այդ ձևաչափի մեջ կանք։ Ինձ թվում է, պարզ ասեցի, որ Փաշինյանի իշխանազրկելու ցանկացած հնարավորություն, մենք այդ ձևաչափի մեջ կանք։ Հայտնի է, որ եթե մեզնից կախված լինի ու ինչ որ մի բան չանենք, որի արդյունքում իշխանափոխություն չլինի ու դրանում մենք մեղավոր լինենք, դա ուղղակի բացառելի է։ Հայտնի է, որ գործող իշխանությունները մի շարք պարտավորություններ են ստանձնել եւ շատերի գնահատմամբ կան նույնիսկ այնպիսի պարտավորություններ, որոնց մասին մենք չգիտենք։ Իշխանության գալու դեպքում ինչ եք անելու դրանց հետ։ Որ պարտավորությունների մասին է խոսքը։ Ինչ որ պայմանավորվածություններ, թեկուզ Ադրբեջանի հետ կամ ԱՄՆ-ի հետ։ Դե իհարկե տարբեր են Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություններից։ Մի հատ էսպիսի պատկերավոր բան ասեմ։ Երբ որ մարդն ընկնում է ճահիճը եւ ինչ որ չափով խրվում է ճահիճի մեջ, ու երբ որ սկսում է կտրուկ շարժումներ անել, ավելի է խրվում մեջը։ Մենք հիմա ճահիճի մեջ ենք։ Այս իշխանությունները, այս վարչախումբը մեզ բոլորիս մտցրել է այդպիսի ճահիճի մեջ։ Մենք արդեն այդ ճահիճի մեջ ենք։ Ու այստեղ կտրուկ շարժումներ անելը, ամբողջությամբ վերախաղարկելը, իր ասած զրոյական կետից սկսելը մեզ ավելի կտանի ճահիճը։ Հետևաբար մենք ինչ էլ որ անենք, ելնելու ենք ստեղծված իրավիճակից, հաշվի ենք առնելու ստեղծված իրավիճակը։ Եվ երբեք ագրեսիվ եւ տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը ստեղծված հաշվի չառնող գործողություններ չենք անելու։ Ավելի որպեսզի պարզ լինի, այսօր գոյություն ունի այդ TRIP կոչված ձևաչափը, որը որ մենք կարծում ենք իհարկե շատ ռիսկային, պրոբլեմատիկ նախագիծ է, բայց եթե այն կա, արդեն իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետության հետ ինչ որ կոնֆրոնտացիայի գնալ, մենք չենք ուզում։ Բայց մենք այստեղ նաև որոշակի հնարավորություններ տեսնում ենք վերաբանակցելու որոշ պայմաններ փոխելու տեսանկյունից։ Մասնավորապես հայկական կողմը այդ բաժնեմասի մեջ, թեև հիմա 24% է, 26% է, 26% է։ Ներողություն։ 26% է, բայց կարելի է ունենալ 26% եւ որոշակիորեն վետոյի իրավունք։ Վետոյի իրավունք, թե ով կմտնի,
օրինակ ամերիկյան ընկերությունը, եթե հետագայում կարող է վերավաճառի, մասնավոր ընկերություն է, իր բաժնեմասը կարող է վերավաճառի։ Եվ այստեղ Հայաստանի Հանրապետությունը պետք է վետոյի իրավունք ունենա, որ հանկարծ օրինակ այդ բաժնեմասը ադրբեջանական կազմակերպության չանցնի, որովհետև այստեղ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է, ինքնիշխան տարածքն է դրած խաղասեղանին։ Այսպիսով մեր շահերից ելնելով, երբ որ դուք հո կենսական շահերը խելացի դիվանագիտությամբ կարողանում ես ճիշտ ներկայացնել եւ բանակցել, հնարավոր է լինում որոշ բաներ, որոշ պայմաններ վերաբանակցել։ Սրա մասին է խոսքը։ Ոչ թե ասում ենք այդպես կգանք թրով կխփենք ամեն ինչ, չէ, բնականաբար, պետք է ռացիոնալ լինել եւ մեզ նորից եմ ասում ճահիճն են գցել։ Պետք է ճահիճից շատ զգուշորեն, դանդաղ, ինչ որ թփերից, ճյուղերից բռնվելով դուրս գալ։ Սրա մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանն իր վերարտադրվելու հարցում կարծես թե ունի աշխարհական դերակատարների անվերապահ աջակցությունը, ԱՄՆ փոխնախագահ Վենսն էլ իր Հայաստան այցի շրջանակներում ասաց, որ աջակցում է Փաշինյանին ընտրություններում։ Ոչ ուղղակի, բայց ասաց, այո։ Այս պայմաններում արդյոք ընդդիմությունը նաև դուք կարող եք ընտրություններով իշխանափոխություն ունել։ Իհարկե ցավալի է նման հայտարարություններ լսել Ամերիկայի Միացյալ Նահանգների պես գործընկեր երկրի փոխնախագահից, բայց փոխնախագահի ասածը եկեք դիտարկենք Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը սպասարկելու տեսանկյունից, ոչ թե որ Վենսը շատ է սիրում Փաշինյանին, այլ Վենսը կարողացել է այնպիսի մի պարտիա խաղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ իրենց համար ինչ-որ ձեռնտու իրավիճակ է այստեղ ստեղծված, աշխարհաքաղաքական իրենց մեծ ռազմավարության շրջանակներում, աշխարհի տարբեր օղակներում իրենք այս պահին ինչ որ անում են, փորձում են հերահար նպատակով Չինաստանին զսպել։ Ու այս գործարքը եւս դրա տրամաբանության մեջ է։ Մենք քննադատում ենք դա այն պատճառով, որ մեզ աշխարհաքաղաքական խնդիրների մեջ է գցում եւ Իրանի հետ կապված, եւ Չինաստանի հետ կապված, եւ Ռուսաստանի հետ կապված։ Ամենայն դեպս իրենք այստեղ ինչ որ որոշակի բոնուս են ստացել եւ իրենց շահերից բխում է հանել հայտարարություններ, որոնք որ քաղաքացիական պայմանագրին Փաշինյանի վարչախմբին եւս այդպես հաճո են։ Մենք էլ մեր կոմունիկացիայի մեջ փաստորեն ցույց ենք տալիս, որ քանի որ մենք կտրուկ շարժումներ չենք անի եւ մեր գործընկերների համար չենք ստեղծի ինչ որ պրոբլեմատիկ իրավիճակներ, որոնք որ մեր վրա էլ բացասական անդրադարձ կունենան, բայց միևնույն ժամանակ նաեւ ասում ենք, որ ինչ էլ որ լինի, պետք է այնպես չլինի, որ 100%-անոց մեր շահերը անտեսված են մնալու։ Ոչ, մեր շահերը, եթե որևիցե պրոյեկտի մեջ մենք որոշակիորեն պաշտպանված տեսնենք, դրանից այդ համագործակցությունը շատ ավելի կայուն կլինի, շատ ավելի երկարաժամկետ կլինի եւ ավելի հուսալի կլինի։ Որովհետեւ ցանկացած գործարք, եթե փոխշահավետ չի, մեկին ձեռք է տալիս, մյուսին ձեռք չի տալիս, այդ գործարքը երկար կյանք չի ունենում։ Դրան հաջորդում է կոնֆլիկտային իրավիճակը։ Բայց Փաշինյանին նաև աջակցություն են ցուցաբերում Բաքվից եւ Անկարայից, այսա է կարևորը։ Այսա է, որ մեր հանրությունը պետք է իմանա։ Եթե Փաշինյանին աջակցում է Բաքուն եւ Անկարան, նշանակում է իրենց հետ բանավոր պայմանավորվածություններում ինչ ուզում են անել զիջել է։ Եվ այս ամբողջ ընթացքում այս թվացial խաղաղությունը, ամպրոպից առաջ այս լռությունը հենց Փաշինյանին աջակցելու իմաստով է եւ չեն թաքցնում Բաքվում, Անկարայում, հատկապես Բաքվում չեն թաքցնում, ասելով, որ այո, պետք է հիմա աջակցել, որ Փաշինյանը վերարտադրվի, որ մեր պահանջները հերթով անի։ Ժողովրդին ահաբեկելով հերթով անի այդ պահանջները։ Իրենք իրենց պահանջները չեն թաքցնում։ Օրեր առաջ Ալիևը հայտարարեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության հետ կապված Նյուրնբերգ տերմինը օգտագործելով, ասելով, որ նացիստներ են։ Եվ սա հերուն գնացող արտահայտություն է, եւ սա ցույց է տալիս, որ
մեզնից Հայաստանից դեռ շատ բաներ են պահանջելու։ Մենք շատ խնդիրներ ենք ունենալու, այդ պահանջները չկատարենք, սպառնալու են պատերազմով, հետո Փաշինյանն է ժողովրդին սպառնալու պատերազմով։ Սա է մեզ սպասվում իրականում։ Եվ թող տեսնի մեր հասարակությունը ովքեր են աջակցում։ Եթե Թուրքիան եւ Ադրբեջանը, հատկապես Ադրբեջանն աջակցում են, ուրեմն այստեղ մեր գործերը լավ չեն։ Այստեղ մեր գործերը վատ են, որովհետեւ ինչքան նրանց շահը բավարարվում է, այնքան մեր շահը ավելի չի բավարարվում, ավելի քչանում է։ Եվ պարոն Սողոմոնյան, ամփոփելով, այսինքն հունիսի 7-ին, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, Հայաստանի Հանրապետությանը եւ մեզ բոլորի սպասվում է այն ամենը, ինչ դուք թվեցիք, այսինքն նոր կորուստներ, նոր զիջումներ։ Մենք կանգնելու ենք նոր զիջումների, այո, ընտրության առջև։ Ու դա ինչքան կտևի, ինչքան կորուստներ կունենանք, որ կետից ի վերջո անդառնալիությունն էսպես կլինի կամ որ կետից ի վերջո ինչ որ գործընթացներ տեղի կունենան, ինչքան շուտ մենք ազատվենք այս իշխանություններից, ինչքան շուտ այստեղ գա համախմբված ազգային համաձայնության մի կառավարություն, որը որ նախ եւ առաջ մեր ժողովրդի մեջ համերաշխություն կհայտարարի, կհաստատի, որովհետեւ այսօր ներազգային ատելություն կա, սա ամենապրոբլեմատիկ խնդիրն է։ Երբ որ չլինի այս ներազգային ատելությունը, իրար ատելու, քաղաքական հողի վրա իրար հետ թշնամանալու, կռվելու, ընտանիքներ քանդվելու, բարեկամություններ խարխլվելու, այս ամեն ինչը, երբ որ չլինի, երբ որ տանելի հանդուրժողական մթնոլորտ լինի, այդ մթնոլորտում մենք ավելի լավ կարող ենք կազմակերպել մեր անելիքները եւ մեզ պաշտպանել։ Սա շատ կարեւոր է։ Իսկ այս իշխանությունների պարագայում երբեք չի լինելու դա։ Իրենք եւ վերարտադրվեն եկեղեցու նկատմամբ ճնշումը այլ ավելի են բանեցնելու։ Բոլոր իրենց ընդդիմախոսներին շատ ավելի դաժան ռեպրեսիաների են ենթարկելու, շատ դաժան ռեպրեսիաների են ենթարկելու, իսկ դա մեզ թույլատնելու է, դա է պետք հասկանալ։ Հետևաբար մեր կարևորագույն խնդիրն է թույլ չտալ այս իշխանությունների վերարտադրություն, իսկ այնուհետև ձևավորել ազգային համաձայնության մի ղեկավարում, կոլեկտիվ լիդերություն, որը համերաշխություն կհաստատի առաջին հերթին եւ երկիրը կհանի այս ճահիճ վիճակից։ Շնորհակալ եմ, Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրն Հայկական քվե կուսակցության վարչության նախագահ Մենուա Սողոմոնյանը։ Կհանդիպենք։